Դուք գիտեք, որ Վեհապար Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել, այս մասին էլ ասեմ եւ այնուհետեւ հայ Ռուբենը կարծում եմ կմիանա։ Տեսեք, ինչ են արել։ Երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույց հռչակեց Արման Սարոյանին, իրենք դա համարեցին, որ դա իբրև ոչնդոտում է դատական ակտի կատարմանը։ Մինչդեռ պաշտոնից ազատելը եւ կարգալույց հռչակելը դրանք տարբեր բաներ են։ Որովհետեւ նա հոգեվորական կարգավիճակի իսկ նա պաշտոն է։ Եվ չէր կարող օրինակ նույնիսկ եթե համարենք, որ այդպիսի վեճ կա, վեճը չէր կարող ամբողջությամբ արտոնություն տալ, ինդուլգենցիա անել, ասենք, Արման Սարոյանին, որ ինչ ուզի անի, եւ Վեհապար Հայրապետը նրա վարկին չի կարող անդրադառնալ։ Այդպիսի բան չէր կարող լինել եւ բնականաբար ինչ արեցին, քրեական հետապնդում հարուցեցին ամենայն հայոց կաթողիկոսի, 6 եպիսկոպոսի եւ 1 քահանայի նկատմամբ։ Ընդորում սա խայտառակ գործ էր եւ ասում եմ, սա պատմական մեր ամոթի օրներ, երբ որ նման գործընթացով իրենք գնացին առաջ, ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ խափանման միջոց կիրառեցին։ Ես ուզում եմ այդ մասով էլ քննիչի մեջբերումների մասին խոսել, որովհետեւ ուրեմն քննիչը Վեհապար Հայրապետի նկատմամբ կիրառել է բացակայությունների արգելքը։ Հիմա իր հիմնավորումը մեջ կբերեմ դատարանի այն որոշումից, որտեղ հիշում եք դրա մասին հրապարակում եղավ, դատարանը ըստ էության որոշել էր եւ պարտավորեցրել էր, որպեսզի վերացնեն ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքի խախտումը։ Քննիչը կիրառել էր, ես բողոքարկել էի դատախազին, դատախազը մերժել էր, այնուհետև դատավոր Անի Դանելյանը որոշում էր կայացրել բողոքը բավարարելու մասին։ Ես այս մասը կուզենայի մեջ բերել, որպեսզի դուք տեսնեք նաև քննչական մարմնի, ես կարծում եմ ուզիչ բառ չեմ ուզում ասեմ, ակնհայտ անհիմն եւ ապօրինի մեկնաբանությունը։ Տեսեք, բացի այդ խափանման միջոցը կիրառելիս, սա քննիչի որոշման մեջբերումն է եւ դատանի որոշումից է մեջբերում։ Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ քննությամբ ձեռք բերված տվյալները բավարար են ենթադրելու, որ մեղադրյալ Գարեգին Բ. Ներսիսյանը կարող է դիմել փախուստի, օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը, մասնավորապես համաձայն Գարեգին Բ. Ներսիսյանի սահմանահատումների պատմության, նա տարիներ շարունակ պարբերաբար լքել է ՀՀ տարածքը եւ վերադարձել, օգտագործելով իր անձը հաստատող փաստաթուղթը, ինչը բավարար հիմք է հանդիսանում ենթադրելու, որ վերջինս կարող է լքել ՀՀ տարածք եւ այլևս չվերադառնալ։ Ընդ որում, սա իրենք ասում են մի հանցագործության մասով վերագրվող, որի համար, քանի որ սա ըստ էության առաջին անգամ է վերագրվում անձանց, սրա համար չի կարող ազատազրկում տրվել։ Այսինքն ամենայն հայոց կաթողիկոսը ըստ քննիչի կարող է փախուստի դիմել եւ որպես ապացույց կիրառել է, փաստորեն օգտագործել է սահմանահատումների այդ հարուստ պատմությունը։ Դատարանն ինչ է ասում։ Դատարանն արձանագրում է, որ սահմանահատումների հարուստ պատմություն ունենալը եւ պարբերաբար Հայաստանի տարածքը լքելու հանգամանքը ինքնին սույն դեպքում չի կարող վկայել անձի կողմից փախուստի դիմելու հավանականության մասին։ Վերաբերելի փաստական տվյալ այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված ամենայն հայոց կաթողիկոսին։ Վերջին դիրքորոշման համար դատարանը նկատի է ունենում այն, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի։ Ուրեմն նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Իսկ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի գործում է նաեւ այլ երկրներում եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, միջազգային իրավական նորմերին համապատասխան։ Այլ խոսքով, նաեւ այլ երկրների տարածքում գործունեության ծավալող ենթադրող ազգային եկեղեցու առաջնորդի կողմից Հայաստանի սահմանը պարբերաբար հատելն ինքնին որպես նրա կարգավիճակից բխող օրինաչափություն չի կարող փաստական հիմնավորում ծառայել փախուստի դիմելու հավանականության վերաբերյալ ենթադրություն կատարելու համար։ Հիմա տեսեք քննիչի որոշման մեջ պատճառաբանությունը եւ ես շատ ուրախ եմ, որ այսպիսի դատավորներ են ունենք, որոնք կարողանում են ճշմարտությունը իրենց դատական ակտի մեջ արձանագրել։ Սա իհարկե ամոթալի վերաբերմունք է քննչական մարմնի կողմից։ Եվ տեսեք, այս գործով նաեւ ինչ զարգացումներ ունենք։ Իրենք փաստորեն տեսնելով, որ բոլոր դեպքերում չեն կարող
այս մեղադրանքը հաստատել եւ ուղարկել դատարան, որովհետեւ որևէ հիմք չկա եւ Վեհապար Հայրապետը դատական ակտի խոչընդոտման հետ որևիցե կապ չունի։ Ուրեմն ինչ են արել։ Քրեական հետապնդման ժամկետը կասեցրել են, որովհետեւ իրենք սահմանափակված են 4-ամյա ժամկետով, իրենք ժամկետը կասեցրել են, այսինքն հետաձգել են եւ ներողություն ես հիմա ցույց տամ։ Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասով ինչ են ասել։ Ասել են մենք միջազգային հարցում ենք կատարել, սպասում ենք պատասխանի եւ այդ պատճառով մենք ժամկետը կասեցնում ենք քրեական հետապնդման։ Այնուհետև երբ մենք խնդրել ենք տրամադրել մեզ այդ միջազգային հարցման օրինակը, որպեսզի բողոքարկենք այդ որոշման դեմ, ասել են դա նախաքննական գաղտնիք է։ Բայց խնդիրը կանում է նրանում, որ ուրեմն Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի դատարանի դատական ակտը կատարել չկատարելու հետ կապված հարցով նախաձեռնված քրեական վարույթով չի կարող միջազգային որևէ այլ հարթակում տեղեկությունը հիմք հանդիսանալ այս քրեական վարույթի համար։ Սա նույնպես խոսում է նրանց ակնհայտ ապօրինի դիրքորոշման մասին եւ բնականաբար հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու եւ հոգեվոր վերնախավի նկատմամբ քրեական հետապնդման նրանց մասին։ Այսքանը համառոտ փորձեցի ներկայացնել, եթե հայ Ռուբենի խոսքից հետո հարցեր կլինեն, սա պատասխանեմ։ Շնորհակալություն։